Ողջույն սիրուն Գյումրի ու սիրուն գյումրեցիներ։ Ոնց եք։ Պատրաստվել եք մարտի 30-ի հաղթանակին։ Դե մի հատ նախնական ռեպետիցիան անենք, ոնց որ սիրում են ուրիշները ասել։ Հիմա ես ասում եմ Գյումրու թիկունքին, դուք ասում եք սարի պես։ Ես ասում եմ Քվեաթերթիկ համար, դուք ասում եք մեկ։ Գյումրու թիկունքին, Գյումրու թիկունքին, Քվեաթերթիկ համար։ Սիրելի գյումրեցիներ, այս ամբողջ քարոզարշավի ընթացքում մենք հանդես ենք եկել մեր դեմքով, մեր կուսակցության անունով ու մեր կուսակցության դրոշով։ Ձեզ ենք ներկայացրել մեր կատարած աշխատանքը ու ձեզ ենք ներկայացրել մեր ծրագրերը։ Ու մենք հույս ունեինք, որ այդպես կվարվեն նաև մյուս տեխնացուները։ Բայց ցավոք սրտի Հայաստանի երկու նախկին նախագահները սրա հետ կապված այլ պլաններ ունեին ու իրենց դաշտում առաջադրած երկուական տեխնացուների միջոցով փորձում էին գողանալ ձեր քվեն։ Ու ես հուսով եմ, որ գյումրեցիների մոտ այդ դիմակազերծման process-ը որպես այդպիսին շատ լավ հաջողվեց ու բոլորը շատ լավ հասկանում են, թե ով է ու ով ում մարդն է։ Ժողովուրդ ջան, մի կարևոր բան կա։ Այս ընտրություններում մենք մի բանի ականատես եղանք, որը մեզ թվում էր, թե Հայաստանի համար փակված էջ է։ Ընտրակաշարք։ Ինչ է ընտրակաշարքը։ Ընտրակաշարքը աղքատություն է։ Ընտրակաշարքը մահ է։ Ընտրակաշարքը անվտանգության իջեցում է պլենդուզի մակարդակի։ Բայց դա նրա համար, ով որ այդ ընտրակաշարքը վերցնում է։ Ու սրան զուգահեռ այդ ընտրակաշարքը Տանզանիայում բուկմեկերական ընկերություն է, ԶՊՄԿ-ում 12% բաժնետոմս է, չգիտեմ, Եռաբլուրում մասնավոր հող է, հա Երևանի կենտրոնում այնքան անշարժ գույք է, որ կկարողանային բոլոր անօթևան մնացած գյումրեցիները այդ տներում ապրել նրանց համար, ովքեր որ այդ ընտրակաշարքը բաժանում են։ Ընտրակաշարքի էջը Հայաստանի Հանրապետությունում հավերժ փակված է, սիրելի գյումրեցիներ։ Ու այն մարդիկ, ովքեր նորից կփորձեն այդ ընտրակաշարքի էջը բացել, պիտի լավ իմանան, որ այդ էջը բացողին ոչ մի լավ բան, ոչ մի պարագայում չի սպասվում։ Մի ուրիշ բան այս ընտրությունների հետ կապված։ Այս ընտրությունները ինձ թվում էր 58-ի լույսերի մասին է, 58-ի փողոցների մասին է, Շիրակացու փողոցի մասին է, Սլաբոդկի տարածքների մասին է, Ֆանտանների դոմիկների մասին է ու մնացածի մասին է։ Բայց Սերժի ու Քոչարյանի մարդիկ եկել են ու Գյումրիում փորձում են համոզեն, թե այս ընտրությունները Ղարաբաղի մասին է։ Տարիներ շարունակ Ղարաբաղ ասելով Գյումրու փողոցները ցեխի մեջ թողածները։ Տարիներ շարունակ Ղարաբաղ ասելով ժամկետային զինծառայողներից Ղարաբաղում չծառայելու համար փող կերածները ու այդ իրանց կերած փողով իրանց համար ասաբնյակներ գցածները եկել են ուզում են 2025 թվականին Գյումրեցուն համոզեն, թե 25 թվին Գյումրու ընտրությունները Ղարաբաղի մասին է։ Ղարաբաղը ձեր համար եղել է մշտապես մենակ ու մենակ ձեր գրպանները լցնելու միջոց։ Ղարաբաղը ձեր համար եղել է մշտապես միջոց, որ դուք մարդուն ցույց տաք, թե ինչի է ինքը վատ ապրում, իսկ դուք լավ, որ մարդուն փորձեք արդարացնել իր աղքատությունը, իր չքավորությունը։ Ու եկել Շիրակցիկին ու Գյումրեցիկին եք Ղարաբաղ ասում։ Շիրակցին ու Գյումրեցին սաղիցդ էլ լավ գիտի, թե ինչա նշանակում Ղարաբաղը, որովհետև լինելով Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկը, ամենաշատ ժամկետայիններն է տվել Ղարաբաղում ծառայելու, որովհետև ձեր փայ փողը չեն կարողացել տան, որ Ղարաբաղ չընկնեն։ Ու դուք այդ Ղարաբաղ չծառայելու համար ձեր վեգալած փողերը ջեբները դրած եկել եք, ասում եք մենք, մեր հայրենիքը, մեր Ղարաբաղը։ Մեր զոհերից են խոսում,
մեր սուրբ նահատակներից են խոսում հաճախ։ Այն մարդիկ են խոսում, ովքեր մեր զինվորների սպանությունների կադրերը բայրակթարից նկարած իրանց նախընտրական գովազդներում էին դնում։ Խոսքս Քոչարյան Ռոբիկի ու իր դաշինքի մասին է։ Այդ մարդիկ են մեր զոհերից խոսում։ Ու այդ մարդկանց թվում է, թե մենք այնքան ապուշ ենք, որ չենք հասկանում, որ մեր զոհերը իրանց համար եղել են ու շարունակում են մնալ մենակ ու մենակ նախընտրական գովազդ։ Որովհետև այդ մեր սիրտն է ցավում մեր զոհերի համար, որովհետև այդ մեր սիրտն է մղկտում այդ կադրերը նայելուց, իսկ իրանք փող են տալի, որ այդ կադրերը իրանց նախընտրական գովազդներում դնեն։ Ժողովուրդ ջան, այս ընտրություններին շատ տարեր են գլուխ բարձրացրել, կամ փորձում գլուխ բարձրացնել։ Ու ես հիմա այստեղից ասում եմ, եթե ինչ որ մեկին թվում է, որ կրիմինալը կարա գլուխ բարձրացնի ու հասնի հաջողության, ապա թող փորձի, որովհետև մենք կանգնած ենք սարի պես։ Եթե ինչ որ մեկին թվում է, թե բեսպրիձելը կարա գլուխ բարձրացնի ու գա մեզ ինչ որ բան անի, ուրեմն թող փորձի, որովհետև մենք կանգնած ենք սարի պես։ Ու եթե ինչ որ մեկին թվում է, թե ընտրակաշարք բաժանող ստահակները կարան գլուխ բարձրացնեն ու Հայաստանում կարգ փոխեն, թող փորձեն, որովհետև մենք կանգնած ենք քվեատերտիկ համար Գյումրուտի կոնքին ամեն մի գյումրեցի, մարտի 30-ին, բոլորով, յուրաքանչյուրը, ամեն մեկը իր ընտանիքի, իր ընկերների ու մնացածի հետ գնում ենք, վերցնում ենք քվեատերտիկ համար մեկը ու այս բոլոր թվարկածս տարերին ուղարկում ենք իրանց համապատասխան տեղը, իսկ իրանց համապատասխան տեղը էլի մեկն է ու իրանք այդ մեկը լավ գիտեն։